Ձեզ լսում ենք։ Հա, ես 68 տարեկան եմ բժիշկ ջան։ Այո։ Մի քիչ ստամոքսի պնդություն ունեմ։ Այո։ Հիմա չգիտեմ, բայց ուտելիքս էլ լավ ձեր եմ պահում ինձ, շատ ուտող չեմ։ Բայց ստամոքսի բժիշկը ճիշտ ուռում է, հիմա ինչ է պատճառը չգիտեմ։ Այո, ստամոքսի պնդություն, այսինքն փորկապությունը նկատի ունեք հավանաբար։ Այո։ Փորկապությունները, շնորհակալ եմ ձեր հեռախոսազանգի համար։ Փորկապությունները, սիրելի հեռուստադիտողներ, պարբերաբար նույնպես ձեզ նշում եմ, շատ կարևոր է օրգանիզմում գտնել փորկապության պատճառը։ Բոլորովին առանց պատճառի փորկապություն չի լինում։ Փորկապություններ կարող են լինել, եթե դուք քիչ ջուր եք օգտագործում, եթե ձեր սննդի մեջ պակաս է բջջանյութը, ֆայբր, այսինքն պետք է Կան մարդը օգտագործի 25-ից 30 գրամ ֆայբր, պետք է հաշվել այս ֆայբրի քանակը։ Եթե ճիշտ է այն քանակը, ուրեմն աղիները ճիշտ են աշխատում։ Բայց կան նաև շատ այլ պատճառներ, եթե պակաս են այն միներալները, որոնք կարգավորում են աղիների աշխատանքը, եթե պակաս են այն նյութերը, որոնցով նյութափոխանակությունն է խախտվում։ Այսա մենք տեսնում ենք մազի քննությամբ եւ գտնում արդյոք շատ է կալցիումի քանակը ձեր մարմնի մեջ, որը նույնպես բերում է փորկապության։ Արդյոք մագնեզիումն է պակաս, արդյոք ինչպես են նրանց հարաբերակցությունները։ Այս բոլորը տեսնելով մազի քննությամբ, այո, հրաշալի կարող են կարգավորել։ Մարդիկ տարիներով տառապում էին փորկապությունից եւ դեղեր էին օգտագործում, բայց հրաշալի կարգավորվեցին, կարգավորելով այո օրգանիզմի նյութափոխանակությունը եւ աղիների աշխատանքը բնական Շատ սխալ են վարվում այն մարդիկ, որոնք աղիների աշխատանքը կարգավորելու համար օգտագործում են այս կամ այն դեղահաբերը կամ ինչ-որ այսպես տարբեր թեյեր, որոնք վնասում են աղիներին, վնասում են հատկապես աղիների լորձաթաղանթին, աղիների լորձաթաղանթը այսպես դառնում է շատ բարակում է, քերվում է նա եւ շատ մեծ վնաս է բերում հետագայում, պարկանման են դառնում աղիները եւ այլևս չեն աշխատում։ Իսկ բնական ճիշտ սննդով եւ հատկապես սննդի մեջ հաշվելով այն շատ կարեւոր նյութերի պակասը, որը կա ձեր օրգանիզմում, մենք կարող ենք կարգավորել աղիների բնականոն աշխատանքը միմիայն ձեր սննդի միջոցով, այսինքն սնունդը արդեն պետք է կարգավորի ձեր աղին եւ օրվա որ ժամին, որ սննդի հետ ինչպես ընդունել, որ ուտելիքը որ ժամին, որի հետ, մրգերը ինչպես ընդունել, այս բոլորը շատ կարևոր դեր ունի աղիների ճիշտ աշխատանքի համար։ Աղիները պետք է աշխատեն բնականon։ Երբեք մի փորձեք թեյերով կամ դեղերով կամ ինչ սապլիմենտներով աղիներ կարգավորել։ Դուք դրանով մեծ վնաս եք բերում ձեր օրգանիզմին։ Այո, լսում եմ, խնդրեմ, դուք եթերում եք, այո։ Ալո, բարև ձեզ։ Ես հարց ունեմ, 20 տարեկան եմ, մազաթափությամբ եմ տառապում։ Այո։ Մոտավորապես 80% մազերս թափվել է, բժիշկի կարծիքով երևի PCOS-ը պատճառն է մազաթափության, polycystic ovary disease։ Այո։ Ուրեմն արդյոք կարող եք ինձ օգնել այդ հարցում, ձեր կարծիքն եմ ուզում իմանամ։ Այո, Անպայման կարող ենք, իհարկե կարող ենք, ես երևի թե առաջին մասնագետն էի, որ բերեցի ձեզ այս բոլորը եւ նշեցի ձեզ, թե որքան կարեւոր է մազաթափության համար կարգավորել օրգանիզմը։ Մազաթափությունը միմիայն օրգանիզմի ներսից եկող հիվանդություն է, որևէ մեկին թող չթվա, թե մազաթափությունը կարելի է արտաքինից ինչ յուղերով կամ ինչ քսուկներով կարգա, ոչ, պետք է շտկել մարմինը։ Այո, կարող ենք օգնել նաև ձեր հիվանդության պարագայում, որքան աղջիկներ դիմեցին մեզ եւ կարգավորվեց նրանց հորմոնալ բալանսը օրգանիզմում եւ կարգավորվեց նրանց արդեն բոլոր ներքին պրոցեսները հորմոնալ, որի խախտումի հետևանքով գիտեք թե ինչպիսի հիվանդություններ են առաջացնում, հատկապես ձեր ունեցած հիվանդությունը, այո, կարող ենք ձեզ օգնել եւ շատ լավ արդյունք կարող եք ունենալ։ 1-2 ամսում դուք կարող եք տեսնել արդեն ձեր հորմոնները կարգավորված։ Իսկ մազաթափությունը արդեն սնունդը պետք է հարցնի մազարմատին, նա մի քիչ երկար է ավելի տևում, բայց արդեն դուք ամիս առ ամիս տեսնում եք նրա օգնությունը եւ այն շատ մեծ առավելությունը, որ այո, իմ կազմակերպած խորհրդատվությունը տալիս է։ Կատարում ենք մազերի քննությունը եւ միայն սննդով եւ իհարկե ձեր արյան քննությունը զուգակցելով միայն սննդով կարգավորում օրգանիզմը։ Այս բոլորը անչափ կարեւոր են եւ այն շատ կարեւոր անաչառ գիտելիքները, որը ես այսպես պարբերաբար մատուցում եմ իմ ժողովրդին, միմիայն ձեզ օգնելու համար է իմ սիրելի ժողովուրդ։